Հրապարակ թերթը գրում է Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին ավանդույթի համաձայն կին աշխատակիցներին 30-ից 40 հազար դրամ պարգևավճար էին տալիս, դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը։ Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտի 8-յան պարգևավճարը պետական ծառայողները կանայք չեն ստանալու։ Մեր աղբյուրի խոսքով աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ խոսնակը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես հարցը թողեցին անպատասխան։ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռևս հստակ չէ կստանան թե ոչ։ Կրթության նախարարությունից էլ այդպես էլ չասացին, որ չգիտեն լինելու է պարգևատրում այս տարի թե ոչ։ Սովորաբար մարտի 8-ի պարգևավճարը մարտ ամսվա աշխատավարձի հետ է փոխանցվում, սակայն այս տարի աշխատավարձերը փոխանցվել են առանց դրանց, գրում է հրապարակը։ Ժողովուրդ թերթում էլ կարդում ենք. Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը հաճելի անակնկալներով է ուղեկցվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Հիշեցնենք, որ Երևանում փետրվարի 25-ին կայացել է Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, որից մեկ օր առաջ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ։ Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը առանց նվեր չի մնացել։ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակության կողմից Փաշինյանը ստացել է 232,904 դրամ արժեցող 2 գրիչ։ Համաձայն նվերի բնութագրի գրիչները եղել են Waldman Edelfeder ապրանքանիշի, որից մեկը եղել է գնդիկավոր, մյուսը գրիչ փետուր Parlamentum European գրությամբ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ գրիչները եղել են 925 հարգի արծաթից եւ ձեռագործ։ Նույն անձից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս նվեր է ստացել, որը արժեցել է 232,904 դրամ եւ կրկին Waldman Edelfeder ապրանքանիշի, կարդում ենք Ժողովուրդ թերթում։